Լուծենք 22 թվականի թեստ 6-ը, թեստ 6-ի 17-ից 20 առաջադրանքները։ Նավակը գետի հոսանքի ուղղությամբ 90 կմ ճանապարհը անցնում է 3 ժամը։ 90 կմ անցնում է 3 ժամը։ Իսկ հոսանքին հակառակ ուղղությամբ 80 կմ-ը անցնում է 4 ժամը։ Մասնակցեք երեխեք։ Այս հոսանքի ուղղությամբ սա հակառակը, հոսանքին հակառակ։ Ինչ կասեք։ Ինչ արագությամբ է գնում հոսանքի ուղղությամբ, արեք, մասնակցես, 90 կմ 3 ժամում, ինչ արագությամբ, 90 բաժանում եք 3-ի, 30 կմ/ժ արագությամբ, իսկ հակառակ 20 կմ/ժ արագությամբ, այո, նախ հոսանքի ուղղությամբ ընթանալիս, որ երկու բաղադրիչներն են գումարվում, 30-ը ինչպես է ձևավորվում, նավակի արագությունը գումարելով գետի արագությանը։ Իսկ հոսանքին հակառակ ընթանալիս նավակից հանում ենք գետը։ Համակարգի կարող եք լուծել գտնել։ Արագ լուծելու ձև կա։ 30-ին գումարում եք 20-50, բաժանում եք 2-ի կգտնենք նավակի արագությունը։ Իսկ հանելով բաժանում եք 2-ի կգտնենք գետի արագությունը։ 5 կմ/ժ։ Առաջինը պահանջում էր գտնել լաստը քանի ժամում կարող է անցնել 40 մետր ճանապարհը։ 40 մետր։ 17-րդ խնդրի համար լաստը 40 կիլոմետր ճանապարհը քանի ժամում կանցնի։ Այն ոնց ենք գտնում։ Հոսանքի ուղղությամբ ունենք այս տվյալները, այո, 90 կմ 3 ժամում, հակառակ 80 կմ 4 ժամում։ Այս 30-ից 20-ից հասկացանք, որ նավակի սեփական արագությունը 20 կմ/ժ, գետին 5։ Հիմա պահանջում է լաստը 40 կմ քանի ժամում կանցնի։ 40 բաժանած 5-ի։ Այո, 40 կբաժանենք 5-ի։ Մենք գետի արագությունն ենք վերագրում լաստի, գետի շարժման շնորհիվ է շարժվում լինում է 8 կմ/ժ։ 18-րդ խնդրում ինչ է պահանջում։ Կանգնած ջրում նավակը քանի ժամում կարող է անցնել 75 կմ ճանապարհը։ Կանգնած ջրում նավակը քանի ժամում 75-ը բաժանած 25-ի։ Այո, 75-ը հարաբերում է 25-ի։ Տեն գտնում ենք ճանապարհը բաժանելով արագության վրա 3 ժամում։ 19։ Նավակը գետի հոսանքի հակառակ ուղղությամբ 6 ժամում քանի կիլոմետր կարող է անցնել։ Հակառակ գետին 6 ժամում, այն հավասար է 6 ժամ։ Քանի կիլոմետր կարող է անցնել։ Ուրեմն նորից եմ ասում, նավակը գետի հոսանքի հակառակ ուղղությամբ 6 ժամում քանի կիլոմետր կարող է անցնել։ 6 անգամ, այո, 20։ Արդեն դեռ հանած է, ունենք դա։ Այո, 6 անգամ 20, 120 կիլոմետր։ Եվ 20-րդ խնդիրը։ Եվ ներողություն, եթե նավակը եւ լաստը միաժամանակ ավայրից շարժվեն հակառակ ուղղություններով, ապա քանի ժամ հետո նրանց հեռավորությունը կլինի 50 կիլոմետր։ Շարժվեն հակառակ ուղղություններով։ Այստեղ գծեմ, լավ, պատկերացնում եք, ինչ որ ալկետից լաստը մի ուղղությամբ, նավակը մի ուղղությամբ։ Լաստը միայն որ ուղղությամբ կարող է գնալ։ Գետի ուղղությամբ։ Գետի ուղղությամբ սա գետն է, սա լաստը շարժվում է, լաստ։ Լաստը գնաց գետի ուղղությամբ, նավակը փաստորեն գնում է հակառակ։ Ուզում ենք, որ հեռավորությունը լինի 50 կիլոմետր, քանի ժամ հետո կլինի 50 կիլոմետր։ Լաստ ինչ արագությամբ կր ընթանում։ 5 կիլոմետր ժամ, իսկ նավակը 20։ 1 ժամում, այ, կարող ենք այդպես, ենթադրենք x ժամ հետո։ 25 չէ։ Չէ, 25 իր սեփական արագությունն է, եթե ինքը գետին հակառակ է ընթանում, ապա ընթանում 20 կմ/ժ արագությամբ, 25-ից հանած 5։ Սուզին առաջարկեց x-ով նշանակեք, այ, ենթադրենք x ժամ հետո, ինչ կլինի։ 5 անգամ x լաստի անցած ճանապարհը կլինի, 20 անգամ x նավակի անցած ճանապարհը։ Դրանց գումարը ինչի հավասար պետք է լինի։ Այո, 20x գումարած 5x հավասար է 50, 25x-ը 50, x ինչ ստացվեց 2 ժամ հետո։ Իսկ լաստը ստացանք 5 կմ/ժ արագություն, թե 8 ստացել։ Երբ ենք 8 ստացել։ Գետի արագությունը 5 կմ/ժ է։ Բայց այդ լաստի 8-ը
8-ը ներողություն եք խնդրում, ինչ լավ նկատառում էր, ասում եք քանի ժամում կանցնի, ասում եք քանի ժամում կանցնի, լավ 40 կիլոմետր ճանապարհ է, տես։ Մենք գիտենք, որ գետի արագությունը 5 կիլոմետր/ժամ է, դա հստակ գործեցին։